Ճանապարհատրանսպորտային պատահարներին եւս ցանկություն եմ անդրադառնալու եւ նշելու, որ մեր հանրապետությունում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների թիվը, գիտեք, որ այն հասնում է շուրջ 1 միլիոնի եւ այս պայմաններում տրամաբանական է, որ սինխրոն աճում է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, բայց ես ուզում եմ փաստել, որ կրկին գալով բարեկային ծառայության աշխատանքին մենք արձանագրել ենք, որ չնայած այսչափ տրանսպորտային պարկի արկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Եվ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով բարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Այս առումով բնականաբար դեռ մեծ աշխատանք ունենք տանելու, հատկապես մեր վարորդների, երթևեկության մասնակիցների անվտանգային մշակույթի ձևավորման, սերման տեսանկյունից եւ կարծում եմ, որ առաջիկա տարիների կտրվածքով այստեղ ավելի լավ պատկերներ կունենան։ Շարունակելով բարեկային ծառայության մասով արդյունքային ցուցանիշները, նշեմ, որ բարեկային ծառայողները անցած տարվա կտրվածքով բացահայտել են շուրջ 14800 հանցագործության դեպք, իսկ 2024 թվականին այս թիվը եղել է շուրջ 11000։ Այսինքն տեսնում ենք, որ կրկին ավելի մեծ թվով հանցագործություններ են բացահայտվել բարեկային ծառայության կողմից եւ նշեմ նաեւ, որ շարունակելու ենք բարեկային ծառայության կողմից արդյունքային այսպիսի ցուցանիշների ամրապնդման աշխատանքները, որովհետև մի շարք ուղղություններ կան, որոնցով որ կայունացման արդյունքների կայունացման խնդիր ենք մեր առջև դրել, որպեսզի շատ ավելի լավ պատկեր ունենանք Հայաստանի Հանրապետությունում եւ Նաև այս տեսանկյունից մի կարևոր թիվ եմ ուզում հնչեցնել, ինչը ուղիղ կապված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման հետ, մենք անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաև մեծ թվով անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Եվ կարծում եմ, այստեղ վստահություն ունենք առնվազն, որ այսպիսի խիստ վարչարարության արդյունքում է, որ մենք ճանապարհային ծառայությանը եւ ամփոփեմ։ Հարգելի գործընկերներ, աղետներսի կառավարման ոլորտի առումով բնականաբար տարին եւս անմասն չի մնացել եւ մենք այս ուղղությամբ հաստատել ենք փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը եւ այս արդիականացման ռազմավարության շրջանակներում որոշակի որոշումներ են կայացրել, որը որ պիտի միտված լինի ծառայության արդյունավետության բարձրացմանը եւ ասեմ, որ մենք նախատեսում ենք կամավորական նշեջ փրկարարական ջոկատների աշխատանքի ինտենսիվացում տեղերում, որը որ թույլ կտա առաջին արձագանքը հենց տեղում համայնքի փրկարարական կամավորական ջոկատների միջոցով արձագանքը ապահովել, հետո արդեն դիմել պրոֆեսիոնալ անձնակազմի գալու։ Եվ նաև նշեմ, որ 2025 թվականի արդյունքում փրկարար ծառայության կողմից փրկվել է 202 մարդու կյանք, այդ թվում 8-ը ձնահյուսից, 2-ը ջրահեղձումից, 56-ը ջրային տրանսպորտի մասնակցության պատահարներից եւ հարգելի գործընկերներ, չնայած նրան, որ մենք անցած տարվա կտրվածքով ունեցել ենք արտակարգ իրավիճակների աճ, հատկապես հրդեհներով պայմանավորված, պիտի փաստեմ, որ 2025 թվականի զոհերի թիվը այդուհանդերձ նվազել է 414-ով։ Կազմել է 414, ներողություն նվազելով 66-ով կամ 15.9%-ով։